Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպն ու աջակցել հայկական սպորտի զարգացմանը։ Այս անգամ բանկը կանգնեց օլիմպիական մարզաձևերից ժայռամագլցման կողքին, դառնալով բացառաջնության գլխավոր հովանավոր։ Մրցաշարին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի լավագույն ժայռամագլցողները, թե Հայաստանից, թե արտասահմանից, ցուցադրելով իրենց ֆիզիկական տոկունությունը եւ տեխնիկան։ Յունիբանկի կարգախոսն է բանկինգ եւ ավելին, եւ այս ավելինի մեջ մենք փորձում ենք հնարավորինս ներառել նաև սպորտը, նամանավանդ հայկական սպորտը եւ առանձին ուշադրություն ենք դարձնում օլիմպիական մարզաձևերին։ Բացառաջնության կազմակերպիչներն են հայկական լեռնային ակումբը եւ Բոլդերլենդ ժայռամագլցման մարզասրահը, որոնք նույնպես առաջնային են համարում սպորտաձևի տարածումն ու ֆինանսական ընկերության աջակցությունը։ Աջակցությունները շատ կարևոր են, եթե շատ լինեն մրցանակները ու մրցանակային տեղերը, նաև կազմակերպչական աշխատանքներն ավելի լավ են լինում։ Այս տարի մեզ հովանավորել է Յունիբանկը, որի համար շատ ուրախ ենք։ Յունիբանկի հետ մենք պայմանավորվածություն ունենք արդեն, Յունիբանկը պատրաստվում է դառնալ ժայռամագլցման սպորտի հովանավորը Հայաստանում։ Այդ շատ մեծ ու լավ նորություն էր մեզ համար, որովհետև ինչպես նշեցի, 2014-ից անդամակցել ենք IFSC-ին, մեր միջոցներով փորձել ենք մրցումներ անցկացնել, դահլիճներ բացել եւ այլն, բայց մեծ հաջողություն չենք ունեցել։ Շատ համեստ են եղել ավելի շուտ մեր ցկտումները, որովհետեւ չենք ունեցել ֆինանսական աջակցություն։ Յունիբանկը հետևողականորեն ընդլայնում է աջակցությունը սպորտային տարբեր նախաձեռնություններին։ Այս տարի նաև դարձել է Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորը։ Բանկը ներդրում է ունենում ինչպես թիմային, այնպես էլ անհատական մարզաձևերի զարգացման գործում։ Մենք Շամախտի ֆեդերացիայի գլխավոր հովանավորն ենք, մեծ աջակցություն ենք կատարում Հեծանվի ֆեդերացիային, Ձյուդոյին որոշակի աջակցություն ունենք, Յունիբանկը ունի իր ֆուտզալի թիմը, Հայաստանի բարձրագույն առաջնությանն է մասնակցում Յունիսպորտը, վերջերս անցավ Յունիբանկի աղջիկների վոլեյբոլի առաջնությունը, շատ հետաքրքիր, շատ թեժ պայքարում անցավ։ Ժայռամագլցման բացառաջնության եզրափակիչ հանդիպմանը Յունիբանկի պատասխանատուները նշում են 2026 թվականին ընկերության 25-ամյակն է, որի շրջանակում նախատեսում են սպորտային միջազգային միջոցառում։ Փակագծերը դեռևս չեն բացում, իսկ առաջնության մեծահասակների խմբում չեմպիոն դարձածներին ոգևորում են դրամական պարգևով։